Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ինչպես միշտ աշխատում ենք ուղիղ եթերում եւ դա ձեզ հնարավորություն է տալիս զանգահարելու եւ գրելու մեզ, ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, հիշեցնեմ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ gzիկ.tv.am Քանի որ 3 հունիսի 26-ը աշխարհում նշվում էր որպես թմրանյութերի դեմ պայքարի համաշխարհային օր, այսօր մենք հետադարձ հայացքով անդրադառնում ենք հենց այս թեմային եւ այս առիթով տաղավար ենք հրավիրել Ասիա Գրիգորյանին, նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրենն է նա, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանոթում։ Հունիսի 26-ը որպես թմրամիջոցների դեմ պայքարի օր ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է 1976 թվականին։ Արդեն 4 տասնամյակ այս օրը աշխարհի շատ երկրներում անդրադարձ է արվում թմրամիջոցների եւ դրանց կախվածության հետևանքներին։ Ներկայացվում տարեստարի փոխվող վիճակագրությունը, ջանքեր գործադրվում չարիքը կանգնեցնելու համար։ Այս տարվա կարգախոսն էր՝ մեր կյանքը, մեր հասարակությունը, մեր անձերը առանց թմրամիջոցների։ Թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ը ընդունել է 3 կոնվենցիա։ Մինչդեռ այս գործում հաջողության քչերն են հասնում։ Միայն Շվեդիան է, որ կարողացել է կանգնեցնել թմրանյութերի գործածության աճը։ Մեր երկրում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը նախագահի կարգադրությամբ հանձնարարված է կառավարությանը եւ իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով։ Այդ ծրագրերում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, բայց թմրամոլների թիվը մեզ մոտ նույնպես տարեստարի աճում է։ Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 5828, նախորդ տարվա 5357-ի համեմատությամբ։ Ովքեր են նրանք? Ինչու են հայտնվում այդ ճանապարհին։ Ինչ անել, եթե մարդը թմրանյութերից կախվածության մեջ է ընկել։ Ում դիմել։ Որտեղ է կազմակերպվում դրանց բուժումը։ Ովքեր են ընդգրկված թմրամոլների հետ աշխատող թիմում։ Բժշկական ինչ մեթոդներով է առաջ շարժվում մեր երկիրը այս հարցում եւ որքան արդյունավետ կարող են լինել դրանք հետեւողական ջանքերի դեպքում։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շտապ օգնության տաղավարում այսօր Ասիա Գրիգորյանն է, նա առողջապահության նախարարության հանրապետական նարկոլոգիական կենտրոնի բուժական գծով փոխտնօրենն է եւ մենք խոսելու ենք այսօր թմրամիջոցների, թմրամոլության մասին եւ թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Նախ ինչպես անցավ երեկվա օրը, որպես համաշխարհային օր դա ինչ որ ձևով առանձնանում է նաեւ մեր պետությունում, բացի ասուլիսից, որ սովորաբար տալիս են մասնագետները այդ օրը լրատվամիջոցներին։ Սովորաբար բոլոր տարիներին դա միջոցառումների ձևով է նշվում Հայաստանի Հանրապետությունում 3 ուղղակի որպես կիրակի հանգստյան օր եւ Հռոմի Պապի հետ համապատասխանեց այցի հետ միջոցառումներ չիրականացվեցին, բայց բոլոր լրատվամիջոցները անդրադարձան լրատվամիջոցներին ասուլիսներ, որ գլխավոր նարկոլոգը տրվեց գլխավոր նարկոլոգի կողմից, անդրադարձը եղել է եւ նախարարության կողմից եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի կողմից, որտեղ ինքը ոչ միայն թմրամոլության դեմ պայքարի օր է, այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրել է համարվում։ Եվ որն էր մեր ձեր երեկվա հիմնական ասելիքը, այդ լոզունգը, որ ընտրվել է ամբողջ աշխարհի համար, մեզ մոտ որքան դա հրատապ է, հա, արդիական։ Մենք թվերին ծանոթացանք արդեն տեսանյութում, որ նշվեց, որ նախորդ տարվա համեմատ փաստորեն 5828-ից աճել է մինչև 5357, այսինքն այնուամենայնիվ շատ է։ 2014-ին եղել է 5357, 2015-ին հակառակը 9% աճ է նկատվել։ Ճիշտ է, աճը դա արդեն իսկված բան է, որ նկատելի է աճ, բայց փառք Աստծո, ի տարբերություն մեր հարևան երկրների եւ աշխարհի մնացած երկրների, մեր երկիրը հիմա բարվոք վիճակում է գտնվում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ վարչության տվյալներով 2015 թվականին աշխարհում հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 300 միլիոնի։ Հիմնական տարածված թմրամիջոցը ամբողջ աշխարհում համարվում է կանաբինոիդները, դա կանեփից ստացված թմրամիջոցներն են։ Հայաստանը նույնպես առաջի տեղում թմրամիջոցների գործածումով դա կանաբինոիդային թմրամիջոցներն են, ու ընդ որում հիշեցնեմ, որ մեր մոտ ավելի շատ տարածված է բնական կանաբինոիդները եւ ոչ թե սինթետիկը։ Մենք ունեցանք մի ալիք 2014-15 թվականի առաջի կեսին սինթետիկ թմրամիջոցների տարածվածության, սինթետիկ կանաբինոիդները, սպայս կոչված հասարակությունում հայտնի,
բայց փառք Աստծո կարողացան կանխարգելել եւ կասեցնել մեր իրավապահ կողմից, կարողացան մեր երկրի իշխանությունները կարողացան այնպես անել, որ տարածվածությունը մեծ տենդենս չունեցավ։ Շատ քիչ թվով մարդիկ ընդգրկվեցին այդ արատավոր օղակում։ Այո։ Մեր կլինիկայում դիմելիությունը այդ 2 տարվա մեջ եղել է ընդամենը 30-40 հոգի սպայս գործածող անձանց։ Իհարկե մեջներից կային անձինք։ Մեր պետության համար դա նույնպես մեծ թիվ էր համարվում։ Մեր համար համարվում է մեծ թիվ, որովհետև մենք քիչ ենք բնակչության քանակով, բայց նորից եմ կրկնում, համեմատությունով եթե մենք նայում ենք մասշտաբներով տարածվածության, բարվոք վիճակում են գտնվում այսօր։ Մեր հարևաններից ամենաշատը ովքեր են այս հարցով մտահոգ, որ երկիրն է, որ ակտիվ է այս տեսակետից։ Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր չեմ ուզում հնչեցնել, որ Պարսկաստանում ինքը համարվում է արտադրող երկիր, Պարսկաստանում է շատ մեծ տարածվածությունը, Թուրքիայում է տարածվածությունը, բայց անմիջապես մեր հարևաններից ավելի շատ տարածված է Վրաստանում։ Թմրամիջոցները դեռևս սովետական միության տարիներին թմրամիջոցների տարածվածությունը Վրաստանը առաջին տեղն է եղել սովետական երկրներից։ Այո, բժշկու, իսկ այդ վիճակագրության մեջ կան տվյալներ, թե հատկապես որ տարիքի մարդկանց շրջանում է տարածված այդ երևույթը սեռի առումով կամ ասենք թե մարզերի, մայրաքաղաքում եւ մարզերում վիճակն ինչպիսին է։ Քանի որ բնակչության հիմնական բնակեցված մասը Երևան քաղաքում է, դրա հետ կապված հիմնական տարածվածությամբ առաջ տեղը գրավում է Երևանը, 3007 գործածող ունենք այսօր, որից 1615-ը ափիոնային թմրամիջոցներ, 1390-ը կանաբիսներն են, 2-ը կոկաինը։ Հիմնական տարիքային ցենզը 69%-ը կազմում է 28-ից 49 տարեկան անձանց շրջանում գործածողների, 18%-ը 50-ից 64 տարեկան, 12%-ը 19-ից 27 տարեկան։ Ունենք 18 տարեկան 6 անձ, միջև այդ մեր մոտ իհարկե երիտասարդացել է, եւս 3 հոգի ունենք դեռահաս, որը միջև այդ չունեինք էլի հաշվառվածների մեջ, կանանցից հաշվառվածներից 88 հոգին կանայք են։ Դա մայրաքաղաքի թվերի մեջ թե Չէ, հանրապետության մասշտաբով եմ ասում, 88-ը կանայք են։ Անցած տարի ունեցել ենք 84 դեպք կանանց, 4 հոգի, ընդ որում հարաբերությունը այստեղ մի այլ ձև է, ավելի շատ 60%-ը կանանցից ափիոնային թմրամոլներն են, 40%-ը կանաբինոիդային թմրամոլները, որը տղամարդկանց մոտ տարբերվում է։ Տղամարդկանց մոտ գերակշիռ մասը կանաբինոիդային թմրամոլներն են։ Խնդրում եմ մի փոքր ավելի մանրամասն ներկայացրեք, թե որը ինչ է իրենից ներկայացնում այդ նյութերը, կանեփը, հա, ափիոնը եւ կոկաինը, դրանք բոլորը ներերակային ճանապարհով ազդող, հա, միջոցներ են, թե ափիոնային թմրամիջոցները ափիոնից ստացված թմրամիջոցներն են, ափիոնային թմրամիջոցները դա օփիոիդային ավելի շատ մեծ շարքի թմրամիջոցներ են, իրենց մեջ պարունակում են ափիոն, որը եւ ներարկման ձևով են օգտագործում, եւ ներշնչելու ձևով, եւ խմելու, կուլ տալու, տարբեր ընդունման ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում այսօր ափիոնային թմրամիջոցներից տարածվածը դա դեզոմորֆինն է, որը ստացվում է կոդեին պարունակող դեղամիջոցներից, որոնք ազատ վաճառվում են դեղատներում, չնայած տարիներ առաջ մեծ քանակությամբ կոդեին պարունակող դեղամիջոցները ընդգրկվեցին թմրամիջոցների ցուցակում, 1-2 անունով է մնացել ընդհանրապես ազատ վաճառքում եւ այսօր ավելի մաչելի է դա է ավելի շատ օգտագործվում, երկրորդ տեղը ափիոնային թմրամիջոցներից դա չեռնիաշկան, այսպես ասած, թմրամոլների լեզվով ասած, կակաչից ստացված թմրամիջոցներն են, եւ սինթետիկ թմրամիջոցներ, մետադոն, կիսասինթետիկ, սուբուտեքս, տարբեր եղանակներով են օգտագործվում։ Շատ քիչ տարածվածություն ունի հերոինը, որը ամբողջ աշխարհում շատ ավելի մեծ տարածվածություն ունի։ Բայց սրա հետ միաժամանակ նույն դեզոմորֆինը իր հետ բերում է շատ ավելի վնասակար հետևանքներ, երկրորդական բարդություններ, գործածում են դեզոմորֆինը ստանում են կոդեին պարունակող դեղահաբերից, խառնուրդները տարբեր տեսակի քիմիական նյութեր են, որոնք ազդում են օրգանիզմի բոլոր օրգան համակարգերի վրա։ Առաջանում է բոլոր օրգան համակարգերի, նյարդային, սիրտանոթային համակարգի, ոսկրային համակարգի,
փտախտ է առաջանում մոտները, անոթային ամբողջ համակարգը ընդգրկում է process-ի մեջ, տրոմբոֆլեբիտներով, ծանր ծայրահեղ, ծանր բարդություններ են առաջանում։ Որքան ժամանակում է դա զգացվում բժշկուհի, որովհետև քիչ չեն այն տեսակետի մարդիկ, որ ասում են, որ եթե ունի, ասենք թե մարդը կախվածություն տվյալ նյութից, անկախ նրանից որն է այս խմբերից, որ մեկի մեջ այն ընդգրկված, քիչ դոզաներով մշտապես ստանալով եւ կայուն վիճակում մնալով ավելի լավ կլինի նրա վիճակը, քան եթե միանգամից հրաժարվի, եթե իհարկե դա հնարավոր է։ Ուրեմն ափիոնային թմրամիջոցները համարվում են ծանր թմրամիջոցներ, 1-2 գործածումը արդեն իսկ կախյալություն է առաջացնում, նամանավանդ երակային ներարկման ժամանակ։ Այո։ Հնարավոր է իրենք կուլ տալու ձևով, խմելու ձևով օգտագործեն, շատ ավելի ուշ ձևավորվի կախվածության համախտանիշը, բայց ներերակային ներարկումները, մեկ ներարկումը կարող է ճակատագրական լինել եւ առաջացնել կախվածություն։ Այն հասկացողությունը, որ կա չափավոր հասկացողություն, թմրամիջոցը չունի չափավոր հասկացողությունը։ Թմրամիջոցը կա կամ չկա։ Մշտական օգտագործել այդպիսի հասկացողություն չկա։ Նույն ալկոհոլին մենք վերաբերվում ենք այդպես, մեր երկիրը, ինքը ազատ է վաճառվում, մարդիկ հանգիստ կարող են գործածել խնջույքների ժամանակ, առիթների ժամանակ չափավոր հասկացողություն ալկոհոլին վերաբերվում է, բայց թմրամիջոցին, որ ինքը չափավոր կարող ես օգտագործել ու չմտնել, այսպես ասած, թմրամիջոցի մեջ, չդառնալ նրա գերին, այդպիսի հասկացողություն չկա։ Նույնը վերաբերվում է երիտասարդների շրջանում հիմնականում կանաբինոիդային թմրամիջոցները, պլանը, հաշիշը, որոնք օգտագործում են, ասում են ինչա, կախյալություն չի առաջացնում, եթե չի առաջացնում, ինչ է նորից օգտագործում։ Հասկանալի է։ Այդ 3 դեռահասները, որոնց մասին դուք կանաբինոիդային թմրամոլներ են։ Եվ ներերակային ճանապարհով չեն նրանք օգտագործում ներշնչանքի միջոցով։ Չէ, ծխելու ձևով։ Այո։ Մարիխուանայի ծխելու ձևով։ Բժշկուհի, իսկ մարզերից որ մարզերից երկրորդ տեղը արմավիրն է, ընդ որում հիմնական գործածողները կանաբինոիդային թմրամիջոցներ գործածողներն են, երրորդ տեղը Արարատի մարզն է, նոր հաջորդում են մնացած մարզերը։ Ներերակային թմրամիջոցների գործածմամբ ես կարող եմ ասել, երկրորդ տեղը գրավում է դա Գյումրին, երրորդ տեղը Վանաձորը, հանրապետության խոշոր քաղաքներում։ Այո, նաև ըստ բնակչության թվի բնականաբար։ Բժշկուհի, խնդրում եմ նկարագրեք այն ճանապարհը, նախ դուք այսքան տարվա փորձառություն ունեք եւ բնականաբար անմիջապես աշխատելով պացիենտների հետ ամենալավը երևի գիտեք, հա, ինչն է դրթում նրանց։ Մեկը մյուսին նայել, ընկերական շրջապատը, եթե դա կարելի է ընկերական անվանել շրջապատը, հա, ընդհանրապես թե այնուամենայնիվ այդ գայթակղությունը ինչ որ մի բան փորձելու, որը հետագայում կախվածության մեջ է գցում մարդկանց, եւ ինչ ընթացք է դրանից հետո ստանում նրանց կյանքի ուղին։ Ուրեմն այս տարի ՄԱԿ-ի կարգախոսներից մեկն է նաև նախ եւ առաջ լսիր։ Շատ լավ կարգախոս է, ուղղված է հիմնականում ծնողներին, որտեղ հետո բացատրությունը որ գրված է, որ ծնողները իրենց երեխաների հետ ընկերներ չեն լինում, երբեք չեն լսում իրենց երեխաներին։ Այո։ Նույնը մեր հասարակությունում է։ Թվում է թե ամեն ինչ արվում է երեխայի համար, բայց դա այդպես չի էլի։ Այո։ Միայն սոցիալական ապահովությունը չի նշանակում, որ երեխան ապահովված է հոգեպես ամեն ինչով։ Հոգեկան դատարկությունը արդեն իսկ բերում է թմրամոլության զարգացման։ Երբ որ դատարկություն է լինում իր մեջը, այդ դատարկությունը շատ վատով ավելի շուտ է լցվում։ Այսինքն պատճառների մեջ հոգեբանական խնդիրը, սոցիալական խնդիրները, շատ նյութապես ապահովված վիճակագրության մեջ, այո, կան երկու ծայրահեղություններ են։ Եվ անապահովները, եւ ապահովները։ Այն ոսկե միջին չունենք մենք թմրամոլության առումով, ոսկե միջին չկա որպես այդպեսին։ Երկու ծայրահեղություններ, ծայրահեղ աղքատներ, որոնք իրենց սոցիալական վիճակից ելնելով գնում են դեպի դա, մարիխուանան մաչելի է, ձեռք բերելը շատ հեշտ է, դաշտում աճում է, հեշտությամբ իրենք կարողանում են գտնել այդ, իսկ մյուսը ծայրահեղությունն էլ այն է, որ ապահովված են նյութապես հաճույքների բոլոր ամեն ինչից, ճակերտավոր հաճույքներից օգտվում են, իրենց թվում է ինչ է, ես մի անգամ անում ենք, վсё, սրանով կավարտվի։
բայց չեն կարողանում այդ մի անգամով սահմանափակվել, որտեղ ինքը արդեն կախյալություն է առաջացնում ու իրենք դառնում են գերին ասեղի։ Հիմա խնդրում եմ նկարագրեք, ասենք թե երիտասարդը 1-2 անգամ օգտագործեց, հետո նա բնականաբար չի գիտակցում երևի իր կախվածությունը, հա, որ այդ նյութի նկատմամբ ինքն արդեն, ինչպես դուք եք նշում, գերի է դարձել, դրա գերին է դարձել եւ ահազանգում են առաջին ովքեր հարազատները եւ ում են առաջին հերթին դիմում, ում պետք է դիմեն։ Նախ գործածումից հետո արդեն փոխվում է վարքային խանգարումներ են ի հայտ գալիս։ Միանշանակ ընտանիքը միանգամից նկատելի է դառնում վարքային խանգարումները, ընտանիքը շատ շուտ նկատում է, որ իրենց երեխայի մոտ մի բանը այն չի։ Ինչպես։ Ինչ դառնում են ագրեսիվ։ Այո։ Նայած ինչ թմրամիջոց են գործածում։ Դե թմրամիջոցները լինում են եւ ստիմուլյատոր, եւ գալուցինոգեն, եւ հանգստացնող, եւ տարբեր հոգեներգործուն ազդեցություն են իրենք ունենում։ Այսինքն կարող է ագրեսիվ դառնալ, կարող է ինքնափոփ դառնալ, վարքային խանգարումներ լինում են։ Այն ստարտային վիճակից ինքը դուրս է գալիս ու արդեն փոխվում է։ Ծնողները նշում են, ինքը իր նման չի։ Մեկը հայտնում է, որ ինքը քնկոտ է դարձել, այն մեկը նշում է, որ շատ անհանգիստ է, այն մեկը նշում է, որ դեպրեսիվ է։ Տարբեր ձև վարքային խանգարումներ են առաջանում եւ երբ որ արդեն կախելության համախտանիշն է ի հայտ գալիս, արդեն արտահայտվում է ծանր ֆիզիկական ախտանիշներով։ Ունենում են քթահոսություն, արցունքահոսություն, ոսկրամկանային ցավեր, անհանգստություն, անքնություն, լուծ, տարբեր ախտանիշներով է արտահայտվում, շատ ծանր է այդ լոմկա կոչված հասկացողությունը, որը արդեն ընդհանրապես հնարավոր չի աննկատելի մնալ ընտանիքի աչքից։ Դիմում են հիմնականում ընտանիքը, այո, եթե ինքը ընտանիքում է գտնվում, դիմում են իրենք, այո, որտեղ բուժումը կամավոր է, իրենց դիմումների համաձայն են ընդունվում։ Կամավոր է եւ անվճար։ Բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն են ստանում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Դա հայտնեմ, որովհետև եթե քաղաքացիությունը հաստատող փաստաթղթ չկա, ինքը չի կարող, անկախ ազգությունից ինքը չի կարող ստանալ անվճար բուժօգնություն։ Մեր կլինիկայում իրականացվում են տարբեր բուժման այսօրվա ժամանակակից բոլոր մեթոդները կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում։ 2009 թվականից վնասի նվազեցման նպատակով ներդրվեց փոխարինող բուժումը մետադոնով, մետադոնը ինքը ագոնիստ է համարվում, այսինքն թմրադեղ է ինքը, բայց վնասի նվազեցման նպատակով, որպեսզի չտարածվի միավ վարակը, չտարածվի ինֆեկցիոն մյուս հիվանդությունները ասեղի միջոցով, բժշկի նշանակմամբ տրամադրվում է մետադոնը։ 2009 թվականից դա գործում, 2015 թվականից գործում է գերարագ ապաթունավորումը։ Բժշկուհի, մենք երկրորդ ձևին պետք է անդրադառնայինք, կանգ առանք այդ մասում 15 թվականից 2015 թվականի հոկտեմբերից գործում է ափիոնային թմրամոլության գերարագ ապաթունավորումը, ինչը իրանից ներկայացնում 6-ից 8 ժամվա ընթացքում ընդհանուր անզգայացման տակ հեռացվում է օրգանիզմից թմրամիջոցները։ Մարդը քնում է, արթնանում է պրակտիկորեն առողջ վիճակում, առանց որևէ ցավային համախտանիշի, առանց զրկանքային համախտանիշի որևէ սիմպտոմատիկայի։ Ինչպես է դա կոչվում։ Ափիոնային թմրամոլության գերարագ ապաթունավորում։ Գերարագ ապաթունավորում։ Իսկ դա ինչ մեթոդ է, այսինքն արյան ամբողջական օրգանիզմ են ներարկվում անտագոնիստներ, թմրանյութերի անտագոնիստներ կապում են բոլոր ափիոնային ընկալիչները եւ ինքը դուրս է գալիս անզգայացումից առողջ վիճակում։ Ընդհանրապես ոչ ցանկություն ունի թմրամիջոց գործածելու եւ ոչ ցավ։ Հիմնականում թմրամոլությունից կախելություն, թմրանյութերից կախելություն ունեցողները վախենում են դադարեցնել թմրամիջոցների գործածումը, լոմկա ունենալու պատճառով։ Մեծ մասը դա է նշում, որ այդ ցավին չեմ դիմանա, դժվար է այն։ Այս մեթոդի ժամանակ, այս մեթոդի կիրառման ժամանակ իրենք ընդհանրապես ոչինչ չեն զգում։ Քնում են, արթնանում են առողջ վիճակում։ Մեկ պրոցեդուրայից հետո 6-ից 8 ժամյա ընթացքում, բուժում 1 օրում։ Ինչ հրաշալի մեթոդ է, դա թանկ բուժումը թանկարժեք միջամտություն է, ինքը համարվում է այսօր թանկարժեք միջամտություն, արժե 1.575.000 դրամ։
Այո։ Բայց արդյունավետությունը 100% է։ Սա մտնում է մեր պետական ծրագրի մեջ, թե այս դեպքում պետք է մարդիկ վճարեն, եթե ուզեն։ Պետք է վճարեն, որտեղ ինքը համարվում է թանկարժեք բուժական մեթոդներից։ Իսկ պետական միջոցներով ձեր նշած առաջին ճանապարհով է, հա։ Մետադոնային փոխարինող բուժումն է անվճար տրամադրվում եւ տրամադրվում է դեզինտոքսիկացիոն բուժումը։ Դեզինտոքսիկացիոն բուժումը արդյունավետությունը 30-ից 40% է կազմում, որի դեպքում նույնպես եթե ցանկություն է լինում, տևում է 7-ից 10 օր բուժման կուրսը, դեղորայքով արդեն մի թեթև իրենք այդ լոմկա հասկացողությունը զգում են, բայց քանի որ իրենք գտնվում են 24 ժամ բժշկի հսկողության տակ, տրամադրվում են դեղորայքը այն դեղաչափերով, որպեսզի իրենք չզգան այդպիսի ծանր այդ հանման process-ը շատ չի զգացվում։ Աստիճանաբար է լինում ավելի։ Այո։ Բժշկուհի, դուք այս ամենը նշեցիք այդ գերարագ ապաթունավորումը ափիոնային թմրամիջոցների համար, իսկ օրինակ այդ կանեփի եւ կոկաինի դեպքում նման Չէ, կանեփը եւ կոկաինը տարբեր խմբերի թմրամիջոցներ են, իրենց բուժումը լրիվ ուրիշ բուժման մեթոդներով, դեզինտոքսիկացիոն բուժման մեթոդով է բուժումը իրականացվում։ Այսինքն ամեն դեպքում եթե պացիենտը դիմել է շուտ, դա հնարավոր է։ Երբ է համարվում, որ ուշացած է դեպքը եւ բուժումը նույնիսկ ամենալավագույն մեթոդներով հնարավոր է։ Երբեք ուշացած չի լինում, երբ որ դիմում է։ Երբեք թմրանյութերից կախելություն ունեցող անձինք պետք է հասկանան, որ երբ դիմեն, դա իրենց փրկությունն է։ Ուղղակի պետք է հասկանան, գիտակցեն, որ դա հիվանդություն է, եւ հասարակությունն է, եւ ընտանիքը, ոչ թե դատապարտողի դերում լինի, այլ հասկանան եւ մարդկանց հետ կարողանան վստահության մթնոլորտ ձեռք բերեն, որպեսզի մարդիկ դրանից չխուսափեն։ Հասկանան, որ դա հիվանդություն է։ Այո, այստեղ գովազդի ընթացքում արդեն մի քանի հարց ունեցանք էլեկտրոնային փոստով, հեռուստադիտողներից մեկը գրում է, ես նկատում եմ, որ հորեղբորս տղան թմրամիջոցներ է օգտագործում, նա շատ ծածուկ է դա կազմակերպում եւ ընտանիքի մեծ մասը նույնիսկ չի էլ կասկածում այդ մասին, բայց ես համոզված եմ ուղղակի դրանում, խնդրում եմ ասեք, թե ինչպես կարող եմ ինքս օգնել նրան։ Սա կարծում եմ այն դեպքերից է, որ ներառված չէ պաշտոնական այդ թվերի մեջ, չէ, վիճակագրության, որովհետև հնարավոր է լինեն դեպքեր, որ ընդհանրապես դրանց մասին խորհրդատվությունները լինում են անանուն, այո, ոչ միտեղ չի գրանցվում իրենց անունը, թվերը, որոնք ասվել են, դա բացարձակ թվեր են, դրանք այն անձինք են, ովքեր եկել են, ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։ Մենք ունենք այնպիսի անձինք, որոնք չեն ներկայացնում փաստաթուղթը եւ հետեւաբար հաշվառման չեն վերցվում։ Թիվը, որը ես ասեցի, անգամ 2 կարող ենք անել։ Այսինքն դեռ այդքան էլ մեծանում է թիվը։ Իսկ ինչ հեռախոսահամարով կարող են զանգահարել առաջին, հա, այցից առաջ կամ կա ինչ որ թեժգից։ Ունենք մենք ինտերնետային կայք, եթե ուզում են օգտվեն narkocenter.am, 61 70 90 61 70 90 եւ 62 16 30 62 16 30 Փաստորեն այս հեղինակը հարցի կարող է զանգահարել խորհրդատվություն ինքը գա խորհրդատվության եւ որպեսզի հետո կարողանա նաեւ հորեղբոր տղային բերել։ Հաջորդ հարցի հեղինակը գրում է 1 վայրկյան, ասում է, խնդրում եմ ասեք, եթե մարդը օգտագործում է ծխելու միջոցով թմրանյութեր, պարտադիր է, որ դա որոշ ժամանակ հետո փոխարինվի ներերակայինով, այսինքն կգա մի օր, որ նա կախվածության մեջ կհայտնվի նաև ներերակային ներարկման թմրամիջոցներից։ Ուրեմն բոլոր ներերակային թմրամիջոց ներարկողները հիմնականում սկսել են հենց ներերակային Այո, ծխելուց։ Հիմնականում սկսել են ծխելուց։ Դա համարվում է տրամպլին։ Ասեմ ինչու։
ինքը համարվում է թեթև թմրամիջոց, գործածում է սկզբում ինչ-որ հաճույքի համար, ճակերտավոր ես հիշեցնեմ, տրամադրությունը բարձրացնելու նպատակով, մի քանի գործածումը արդեն իրենց մոտ չի առաջացնի այն զգացողությունը, ինչը ունենում է սկզբում։ Դրա համար իրենք ձգտում են ավելի ծանր թմրամիջոցների, ավելի ծանր թմրամիջոցները կոնկրետ Հայաստանում հիմա դրանք ներերակային թմրամիջոցներն են, մեր մոտ սահմանափակ են մնացած թմրամիջոցները, օրինակ Եվրոպայում շատ հեշտ են ճարում ծխելու արդեն ծանր թմրամիջոցներ, շնչելու, քանի որ Հայաստանում չկան այդ թմրամիջոցները, նրանք միանգամից ներերակային թմրամիջոցների են անցնում։ Հասկանալի է։ Համարվում է տրամպլին։ Պարզ է, բժշկուհի հաջորդ հարցը մի երիտասարդ աղջիկ է գրել, ասում է, խնդրում եմ ասեք, թե ինչպես կարող եմ ճանաչել իմ շրջապատում այն երիտասարդին, որը թմրանյութեր է օգտագործում, ասում է, իմ ընկերներից մեկը անընդհատ քորում է թևերի երակների հատվածները, դա հնարավոր է, ես ինչ-որ կասկածներ ունեմ, հնարավոր է, որ թմրանյութ օգտագործելու նշան լինի։ Երակները, եթե նա գործածում է ներերակային թմրամիջոցներ, երակների ամբողջականությունը փոխվում է, մաշկի ամբողջականությունը փոխվում է, հետևաբար նկատելի են լինում, ներարկման հետքերը նկատելի են լինում, իսկ եթե ինքը հազվադեպ օգտագործող է, ինքը այտենց չի նկատի, դա արվում է արդեն տոքսիկոքիմիական հետազոտության հետևանքով, որպեսզի միջոցով օրգանիզմում հայտնաբերվում են թմրամիջոցները, բայց վարքային խանգարումները միանշանակ նկատելի են լինում, եթե անձը փոխվում է, անհիմն փոխվում է անձի վարքը, ոչ սիտուացիային բնորոշ, արդեն ասում է, որ ինչ-որ մի հոգեներգործություն նյութ է օգտագործել։ Այո, բժշկուհի, ինչպես պետության համար, այս թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև թմրամոլության դեմ պայքարը համարվում է խնդիր բոլոր գերատեսչությունների համար, այնպես եւ պատկերացնելի է, հատկապես երբ դուք նշեցիք, որ ամենահիմնական պատճառներից մեկը հոգեբանականն է, երբ մարդը իրեն միայնակ է զգում, չհասկացված է զգում եւ այլն, եւ ենթադրվում է, որ կենտրոն դիմող պացիենտին չի դիմավորում միայն բժիշկ-նարկոլոգը։ Այստեղ թիմ է աշխատում նրանց հետ, ինչ գործ ունեն այստեղ անելու հենց հոգեբանները կամ եթե նույնիսկ կարիք լինի հոգեբուժները, որովհետև եթե չեմ սխալվում, նարկոլոգիական կենտրոնը հոգեբուժական ծառայության մեջ ընդգրկվեց մի պահ, թե ես ինչ-որ բան շփոթում եմ։ Բուրգը համարվեց, հոգեբուժական բժշկական կենտրոնի մի կլինիկան համարվեց, բայց 2014 թվականից կրկին առանձնացանք, բայց փոխկապակցված են, միանշանակ նարկոլոգիան համարվում է հոգեբուժության ճյուղերից մեկը, եւ մի քիչ առաջ ես նշեցի, սպայսը, որը տարածվածություն ուներ Հայաստանում, հիմնականում առաջանում էր հոգեկան խնդիրներ սպայս գործածողների մոտ, եւ մենք համատեղ էինք իրականացնում մեր բուժումը։ Բացի բժիշկ-նարկոլոգից, պացիենտի հետ աշխատում է հոգեբանը, աշխատում է սոցիալական աշխատողը, միայն ասել, որ նարկոլոգիական բուժօգնությունը դա իր մեջ ընդգրկում է նարկոլոգի ծառայությունը, սխալ կլինի, որովհետև մի ամբողջ խումբ է աշխատում, որտեղ նարկոլոգիական հիվանդությունը ամբողջ մարմնի հիվանդություն է, բոլոր օրգան սիստեմները ընդգրկվում են, իրենով զբաղվում են եւ թերապևտը, եւ նևրոպաթոլոգը, իրականացվում են մի ամբողջ բուժական միջամտություններ, որտեղ իր հետ բերում են բարդություններ, հիշեցնեմ, որ բոլոր թմրամոլները համարյա 99%-ը տառապում են գեպատիտ C-ով, ներերակային թմրամիջոց գործածողների։ Սպիդը այդքան տարածված չի, միավարակը ներերակային, բայց գեպատիտ C-ն շատ տարածված է այդ շրջանում։ Մենք մեր հաղորդման ընթացքում շատ ենք անդրադարձել այդ հիվանդությանը եւ գիտենք հետևանքները, թե ինչի հիմնական թիրախ հիվանդությունները դա գեպատիտ C-ն է, թմրամոլների շրջանում։ Իսկ զուտ նյարդահոգեկան տիպի խնդիրներ առաջանում են նրանց մոտ, որ արդեն դա հիվանդագին արտահայտություն ունենա, ոչ թե միայն այդ կախվածությունը համարվում է կախվածությունը ինքը նոր դասակարգմամբ ինքը թմրամոլությունը կոչվում է հոգեկան եւ վարքային խանգարումներ։ Միայն ասել, որ վարքային խանգարում է, դա այդպես չի, հոգեկան խանգարումներ էլ է լինում, սպայսը, նույն սպայսը առաջացնում է հիմնականում հոգեկան ոլորտի խանգարումներ, շատ ավելի գործ ունի այստեղ հոգեբուժը, քան նարկոլոգը,
նարկոլոգը շատ չնչին մասն են դեղ ապահովում, որտեղ իրենց մոտ միանգամից ուղեղային խանգարումներ է առաջանում, ընդգրկվում է կենտրոնական նյարդային համակարգը, իսկ կենտրոնական նյարդային համակարգն էլ արդեն բերում է մնացած բոլոր ֆունկցիաների խանգարմանը։ Այո, բժշկուհի, այստեղ նույնպես կրկին ունենք հարց, հեռուստադիտողը գրում է, բարև ձեզ, խնդրում եմ բժշկուհուն խոսել նաև այն բենզինի մասին, որ մի 2 տարի առաջ շատ խոսվեց այդ մասին, ինչ թմրանյութ է դա եւ արդյոք հիմա էլ է շրջանառության մեջ ինչ բենզինի մասին է խոսքը։ Ես նոր ասացի, դեզոմորֆինը դա թմրամոլների շրջանում ասվում է որպես բենզին, կոդեին պարունակող դեղահաբերից տարբեր քիմիական նյութերի խառնուրդով ստացվում է կոդեինը առանձնացվում է դեղահաբերից։ Դեղագործական ճանապարհով ստացված դեղամիջոցներում կոդեինը այնպես որ չեն կարողանում առանձնացնել։ Օգտագործում են տարբեր քիմիական նյութեր, այդ թվում եւ բենզին է օգտագործվում որպես օրգանական լուծիչ, որպես պրեկուրսոր, այդ պատճառով բնակչության մեջ նստած է բենզին։ Գործածումը էլի համարվում է այսօր Հայաստանի համար արդիական, հիմնական ափիոնային թմրամիջոցներից տարածվածը դա հենց դեզոմորֆինն է, կամ այսպես ասած բենզինը, որը մնում է դեռևս ակտուալ Հայաստանի համար։ Եվ փաստորեն մարդիկ կարողանում են այդ նյութերը իրենք հայթայթել, ասենք բաղադրիչները, պատրաստման համար բաղադրիչները բոլորը ազատ վաճառվող նյութեր են։ Եվ կոդեին պարունակող դեղերը վաճառվում են ազատ դեղատներում։ Առանձնակի քիմիկոսի հմտությունն են ունենում փաստորեն, որ պատկերացնեն, որ նյութը ինչին խառնեն եւ ինչ ստանան։ Իսկ նրանք հեշտությամբ են ընդգրկվում այդ բուժական պրոցեդուրայի մեջ, այսինքն այն, որ արդեն եկել եւ գրանցվել են թեկուզ իրենց հարազատների, ընկերների դրդմամբ կամ խնդրանքով, հորդորով, այնուամենայնիվ ընդդիմանում են բուժական պրոցեսներին, թե արդեն գիտակցում են եւ այդ գիտակցումը հենց ամենամեծ հաղթանակն է համարվում։ Ամենակարևորը, որ ինքը ընդունում է, որ ինքը հիվանդ է, այդ դեպքում արդեն արդյունավետությունը մենք համարում ենք մեծ տոկոս, բայց լինում են դեպքեր, որ գալիս են հասկանալով, որ դա հիվանդություն է, բայց միևնույն ժամանակ հրաժարվում գնում են, ընդդիմանալ լինում է, այո, ցավոք սրտի։ Բժշկուհի, իսկ լինում է, որ բուժումից հետո կրկնակի, եռակի անգամ նույն մարդը հայտնվի նորից կլինիկայում եւ որքան հաճախ, պարբերականությունը սովորաբար ինչքան է լինում բուժումից հետո, եթե ձեր նշած այս ամենալավագույն մեթոդը չի, դա գերարագ ապաթունավորման, որը դուք նշեցիք, որ ամենաարդյունավետն է եւ մարդը մոռանում է ընդհանրապես դրա մասին։ Իդեպ սա աշխարհում փորձված բան է եւ իսկապես նրանք մոռանում են, թե այնուամենայնիվ թեկուզ 5 տարի հետո նորից կհայտնվեն բժշկի կաբինետում։ Թմրամոլությունը ինքը քրոնիկական հիվանդություն է, ինչպես մնացած բոլոր քրոնիկական հիվանդությունները ունի կրկնվելու հավանականություն։ Ես ես հաղորդման սկզբում ասացի, որ արդյունավետությունը բուժման 30-ից 40% է։ 60% դա կրկնվող դեպքերն են։ Նույնիսկ այս գերարագ ապաթունավորման ժամանակ ներարկվում ամիսը 1 ներարկում են դեղորայք բուժումից հետո, որպեսզի իրենք ցանկություն չունենան։ Ամիսը 1 անգամ։ Ամիսը 1 անգամ։ Ամբողջ կյանքի ընթացքում փաստորեն։ Չէ, 6-ից 8 ամիս հետո դադարեցնում են դեղորայքի ներարկումը, ցանկություն չեն ունենում, բայց հիվանդները եթե պահպանված են լինում, ցանկություն երբ որ ունենում են, անմիջապես դիմում են բժշկի ու ընդամենը մի քանի հատիկ դեղամիջոցով իրենք դուրս են գալիս այդ վիճակից։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ բժշկուհի հետաքրքիր զրույցի համար, ինձ հուշում են, որ մեր ժամանակն արդեն սպառվեց, եթերային շնորհակալություն իսկապես հետաքրքիր տվյալների համար։ Հարգելի հեռուստադիտողներ, խնդրեմ հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Ասիա Գրիգորյանը, Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի բուժական գծով փոխտնօրենն է նա եւ մեր հանդիպման առիթը երեկվա համաշխարհային օրն էր, աշխարհը երեք նշում էր թմրանյութերի դեմ պայքարի օրը եւ փաստորեն մեր հանրապետությունում էլ խնդիրը ճիշտ է մեր տարածաշրջանի երկրների հարևանների հետ համեմատած համարվում ենք մենք ավելի բարվոք, բայց այնուամենայնիվ թվերը աճում են եւ ցավոք նույնիսկ դեռահասներ արդեն ունենք գրանցված կենտրոնում, ովքեր ունեն այս խնդիրը եւ բժշկուհու խոսքից ուզում եմ հիշեցնել այն, որ
ՄԱԿ-ը այս տարի որպես կարգախոս դիմել է ծնողներին եւ նաեւ շրջապատին ընտանիքի անդամներին նախ եւ առաջ լսիր, այսինքն այս խնդրին հիմնականում բախվում են այն երիտասարդները, ովքեր իրենց մեկուսացված, միայնակ են զգում եւ այդ հոգեբանական ճեղքվածքը բերում է նրան, որ սկսում են փորձել ինչ որ հանգստացնող, ուրախացնող միջոցներ եւ հիմնականում նրանք լինում են կամ շատ ծանր սոցիալական պայմաններում ապրող երիտասարդներ կամ ընդհակառակը ամենալավ սոցիալապես ապահով ընտանիքներից, այնպես որ այս գործում մեզանից յուրաքանչյուրը ունի անելիք եւ նկատելու դեպքում, որ ձեր շրջապատի այդ մարդը կտրուկ փոխվել է իր վարքագծով, անպայման զանգահարեք 62 16 30 կամ 61 70 90 հեռախոսահամարներով եւ նարկոլոգիական հանրապետական դիսպանսերի մասնագետների թիմը կպատասխանի ձեր բոլոր հարցերին եւ կաջակցի ձեր հարազատին։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։